Երբ որ դու ուրախանում ես, խնդիրները փախչում են։ Երբ որ դու ուրախանում ես, հարցեր լուծվում, հալելույա։ Գիտեք, մի հետաքրքիր բան ուզում եմ ասեմ քեզ ուրախության վերաբերյալ, հալելույա, որովհետև Տերը ինքն է խոսում ուրախության մասին, որովհետև ինքը ասում է, ես ձեզ ասում եմ ուրախ եղեք եւ նորից ասում եմ ուրախ եղեք։ Գիտեք, շատ հետաքրքիր է, երբ որ մենք Աստծուց վերցնում ենք իր խոսքը, ուզում ենք ապրենք այդ խոսքով եւ Աստված փառավորվում է։ Գիտեք, շատ ժամանակ այնպիսի բաներ է կատարում մեր շուրջը, որ մենք նայում ենք ու զարմանում ենք։ Եղել է ինչ-որ մի բան քո կյանքում, երբ որ դու նայել ես ու զարմացել ես, ասել ես հնարավոր չի, Տեր իմ Աստված, ինչի է այս ձևի, հալելույա, ամեն, ինչի պետք է սա այսպես լինի, որովհետև դու մենակ գիտես Տեր իմ Աստված, ամենը ինչ որ կատարվում է մեր շուրջը։ Եվ դու զարմանում ես, որովհետև զարմանքն էլ է ամեն մարդու համար, որ մարդը զարմանա եւ կարողանա զարմացնել ուրիշներին։ Գիտեք, շատ ժամանակ եմ ես տեսել իմ կյանքում, երբ որ ես զարմացել եմ մարդկանց վրա, որովհետև չեմ պատկերացրել, որ կարա գա մի պահ, որ մարդ այդ ձև վարվի, ոնց որ վարվում է։ Բայց կա ժամանակ, երբ որ դու ես ուզում ինչ-որ մեկին զարմացնես, որովհետև Հիսուսը քո հետ է։ Ամեն։ Երբ որ ես ուզում եմ, որ մենք լինենք այդ զարմացնող մարդիկ, որոնք կասեն, սրանք այն մարդիկ չեն, սրանք ուրիշ մարդ են։ Սրանք նման չեն այս աշխարհի մարդկանց, սրանք նման չեն այն մարդկանց, ովքեր մեր շուրջը կան։ Ամեն։ Եվ դա զարմանք է առաջացնում մարդկանց մեջ, երբ որ մենք բարին ենք անում։ Որովհետև դու գիտես, այսօր աշխարհը ինչքան է լցված չարությամբ, եւ աշխարհը ինչքան է հակառակությամբ լցված, բայց դու բարի ես։ Հալելույա։ Դու կամեցող ես։ Դու տեսել ես մարդկանց այսօր որ կամենան, այսօր շատ քչերն են, որ ինչ-որ բան կամենում են անեն ինչ-որ մեկի համար։ Շատ քչերն են, որ ուզում են ինչ-որ մեկի համար իրանց անձը դնեն։ Շատ քչերն են, որ ուզում են ինչ-որ մեկին սիրեն։ Շատ քչերն են, որ ուզում են խոնարհվեն Աստծո։ Ամեն։ Հալելույա։ Եվ այս չար աշխարհի մեջ կա մի բան, որ մենք պետք է անենք։ Մենք պետք է զարմացնենք աշխարհին մեր գործով, մեր կյանքով, որով ապրում ենք, հալելույա։ Եվ մարդիկ զարմանան ու ասեն հնարավոր չի, Փառք Հիսուսին։ Եվ կա լավ բան, որ դու կարա զարմացնես, եւ կարա վատ բան լինի, որը նույնպես կարող է զարմացնել մարդկանց, հալելույա։ Գիտես, մարդիկ տարիներով բարի լինելով, կամեցող լինելով, ինչ-որ բաներ լինելով, գալիս է մի պահ, երբ որ իրանք այնպես են վարվում, որ զարմանում ես, թե ինչու իրանք այդպես վարվեցին։ Հալելույա, ամեն։ Եվ դու զարմանում ես, ասես հնարավոր չի, Տեր իմ Աստված, որ այդ մարդը, ընկնի այդ իրավիճակի մեջ, որտեղ դու զարմանաս ու գիտես շատ ժամանակ չհասկանաս, թե ինչի դա այդպես եղավ։ Բայց երբ որ դու լավ գիտես Աստծո խոսքը, դու գիտես այդ ամենի հետևում ով է կանգնած, թե բարու, թե չարի հետևը։ Ամեն։ Եվ երբ որ դու ընտրում ես ճանապարհը բարի, երբ որ դու ընտրում ես Քրիստոսին, դու դառնում ես բարի զարմացնող։ Այստեղ ես դու։ Բայց երբ որ մարդը ընտրում է իրենը, իր եսը, իր էգոն, իր կամքը, այդ ժամանակ ինքը ինչ անում, ընկնում է սատանայի ծուղակը եւ զարմացնում է իր վարքով, որտեղ ինքը դրա համար չէր կանչված։ Ասա ես կանչված եմ զարմացնելու մարդկանց դեպի բարին։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Ու գիտես, այնքան հետաքրքիր է, երբ որ ես ամսինին բացացա սարը ու նստած էի գերեզմանում, գնացել էի իմ հայրիկի գերեզմանը, հայրիկիս, հալելույա, ու հետաքրքիր նստած էի ու գիտեք, իմ հոգու մեջ զգում էի ուրախություն։ Ու երբ որ ես սկսեցի փառաբանել Տիրոջը, Տիրոջ հոգին իջավ ինձ վրա։ Երբ որ Տիրոջ հոգին իջավ ինձ վրա, ես հասկացա, որ գերեզմանը իմ համար չի։ Ստես դու, որ ես չեմ կանչված գերեզմանի մեջ մնալու։ Ես չեմ կանչված մեռնելու։ Ես կանչված եմ ապրելու համար։ Ասա Աստված ինձ կանչել է, որպեսզի ես ապրեմ։ Հավիտյան։ Ու դա մեծ ուրախություն է։ Ու գիտես, երբ որ ես
մտորում էի ու ասո Տիրոջ հոգու մեջ էի, մի հետաքրքիր բան էր, որ Տերը խոսած իմ սրտետ, ինքը ասեց, դու գիտես, որ ես գիտեմ դու որտեղ ես, գիտեմ քո հասցեն, գիտեմ քո գործերը, գիտեմ այն ամենը, ինչ որ դու անում ես։ Փառք Հիսուսին։ Կարաս ասես Աստված գիտի ամեն բան։ Գիտես դու կարող ես տանը նստած ես, խոսում ես, մարդկանց հետ շփվում ես, ինչ-որ բաներ ես անում, ու մտածում ես ոչ մեկը չի իմանում, ոչ մեկը չի իմանա, ոչ մեկը տեղյակ չի լինի, հալելույա, ու այդ ժամանակ Աստված ասում է, քանի որ դու ընտրել էիր ինձ, հալելույա, եւ որոշում էիր կայացրել իմ հետևից գալու, ապա ես քո հետ եմ ամենտեղ որ դու գնում ես եւ հետևում եմ քո կյանքին։ Ստես դու։ Հիմա պատկերացրեք, ասա Աստված իմ ուղեցույցն է։ Բայց արդյոք ես գնում եմ այդ ուղեցույցով։ Արդյոք ես գնում եմ այդ ճանապարհով։ Արդյոք ես անում եմ իր կամքը, արդյոք ես խոնարհվում եմ նրան, արդյոք ես վերցնում եմ Աստծո այն ինչ որ ինքը պատրաստել է այսօր ինձ համար, հալելույա։ Ամեն։ Գիտեք, այնքան հետաքրքիր էր, որ Սուրբ Հոգին խոսում էր իմ սրտետ, նա ասում էր, այսօր շատ քրիստոնյաներ ապրում են աշխարհիկ կյանքով։ Նրանք ուրախանում են աշխարհի բարիքներով։ Նրանց ուրախությունը աշխարհն է, ոչ թե ես։ Ստես դու։ Սիրելիներս, լսել եք մի հատ sense արտահայտություն, որ իմ աչքին այլևս ոչ մի բան չի գալի։ Ո՞վ է լսել ձևի արտահայտություն։ Իմ աչքին էլ, գիտեք երբ այդ ժամանակ գալի, երբ որ ինչ-որ թանկ բան քեզանից փոխվում ու գնում է։ Ստես դու, որի համար դու հոգս ես արել, գիտես տարիներով ինչ-որ բաներ ես արել, ու դու դա կորցնում ես, ու այլևս ինչ այդ թանկ բանը կորցնելով քո աչքին այլևս ոչ մի բան չի գալի։ Ես ձեզ ասեմ, եթե դու այսօր չկորցնես քո հայացքից աշխարհը, ստես դու, Փառք Հիսուսին, ասա Փառք Հիսուսին։ Եթե դու չկորցնես քո աչքերից աշխարհը եւ նրա բոլոր ցանկությունները եւ նրա բոլոր գայթակղությունները, հալելույա, դու կվնասվես։ Քո աչքին ոչինչ պետք է չգա։ Այդ քո աչքերը պետք է լինեն հարված միայն Քրիստոսին։ Ստես դու։ Այսօր իմ քարոզի թեման վախն է, վախ։ Ամեն։ Դու գիտես ինչ բան է վախը։ Դու գիտեք, որ այսօր շատ մարդիկ վախի մեջ են ապրում։ Բայց ոչ թե Աստծուց, այլ վախենում են իրավիճակներից, վախենում են իրանց գործից, վախենում են իրանց հարաբերություններից, վախենում են, գիտես, սատանայից։ Ստես դու։ Ու Տերը խոսած իմ սրտի հետ, ինքը ասեց, մի վախեցիր, որտեղ ես քո հետ եմ։ Դու ստես, նայ սիրելիս, եթե դու ուզում ես անվախ ապրես այս երկրում, դու պետք է հնազանդվես Տիրոջ հզոր ձեռքերի մեջ։ Դու պետք է ենթարկվես Աստծո բոլոր կանոններին, որ երբեք չվախենաս այս աշխարհի մեջ ինչ-որ բանի հանդիպելուց։ Որտեղ Աստված հենց դրա համար է կանչել մեզ, որպեսզի մենք վախենանք միայն իրենից, հալելույա։ Ամեն։ Իսկ Աստվածավախությունը, հալելույա, ամեն հարց լուծում է մեր կյանքում։ Երբ որ դու Աստծուց վախենում ես, հալելույա, դու չես վախենում աշխարհից, դու չես վախենում դիվական աշխարհից, դու չես վախենում իրավիճակներից, որտեղ գիտես, որ Աստված քո հետ է, որպեսզի քեզ բարձրացնի, հալելույա։ Գիտեք, մի պատմություն եմ, սա իմ հոգու մեջ գալիս է, ուզում եմ կիսվեմ դրա մասին քո հետ, հալելույա, դա Դանիելն էր, որը չվախեցավ իրավիճակից։ Փառք Հիսուսին, ասա Փառք Հիսուսին։ Ով է ուզում, որ իր Աստծուց սաղ վախենան։ Եթե դու ուզում ես, որ սաղ վախենան քո Աստծուց, որը քո հետ է, ուրեմն դու պետք է չվախենաս։ Նորից եմ ասում, եթե դու ուզում ես, որ աշխարհը վախենա քո Աստծուց, հալելույա, ամեն, դու չպետք է վախենաս իրավիճակներից։ Գիտեք, մի իրավիճակ էր, որ կարար վախ ներշնչել։
Որովհետև ինքը կանգնած էր իր ամբողջ ունեցվածքի, իր ամբողջ իր դիրքի կորուստին։ Դանիելը կանգնած էր մի իրավիճակի մեջ, որտեղ կարար ինքը ամեն բան կորցներ, եւ իր աշխատանքը կորցներ, եւ իր դիրքը կորցներ, եւ իր տունը կորցներ, եւ իր ձեռքբերումները կորցներ, ամեն բան կորցներ։ Բայց նա չվախեցավ։ Գիտեք, խի չվախեցավ, որովհետև Աստված իր հետ էր։ Հալելույա։ Նա վախենում էր Աստծուց եւ պահում էր Աստծո կարգ ու կանոնը իր կյանքի մեջ։ Նա աստվածավախությունն էր պահում իր մեջ։ Եվ գիտեք, օրից նոր, երբ որ այդ հրամանը դուրս եկավ, հալելույա, եւ ասվում էր, որ ով որ իր Աստծուն աղոթի, բացի թագավորից, նա կընկնի առյուծների գուբը։ Բայց նա չվախեցավ։ Հալելույա։ Գիտեք, շատ ժամանակ այսօր մենք տեսնում ենք, որ մարդիկ գալիս են իրավիճակը հանդիպում իրանց, ու իրանք վախենում են կորցնեն դա, հալելույա, ու ինչ են անում, ինքը ստիքյան ընկնում են այդ ծուղակի մեջ, մի աղոթի եւ մարդը չի աղոթում։ Դու ժամանակ չունես, դու պետք է աշխատես, դու պետք է ստանաս, դու պետք է ինչ-որ բաներ ձեռք բերես, դու գնա, դու արա, դու ամեն ինչ արա, որ ունենաս, ու գալիս է մի պահ, որ դու մոռանում ես այլևս Աստծուն եւ սկսում ես իրավիճակները վախենալուց, իրավիճակների հարցը լուծես, ոչ թե գնաս Աստծո հետևից, հալելույա, որպեսզի ապահով գտնվես այս չար աշխարհի մեջ։ Ստես դու։ Ես ձեզ ասեմ, ինչքան էլ ուզում եմ մարդը քայլի այս աշխարհում ու չունենա Աստծուն, միշտ ինքը վախի մեջ ապրելու։ Ու մենք տեսնում ենք շատ մարդկանք, որքեր վախի մեջ են, հանկարծ չկորցնեն աշխատանքը, դա վախ է, ամեն, անհանգստությունը, եւ մարդը սկսում է մտածել, վայ հանկարծ այս բանը չկորցնեմ, վայ հանկարծ այն բանը չկորցնեմ, վայ հանկարծ սա չանեմ, հանկարծ եթե չանեմ սա, հա, բա ով պետք է իմ համար հոգ տանի, ասա Աստված է մեզ հոգ տանողը։ Բարձրացա ձեռքդ, ասա Տեր, ես հավատում եմ, որ դու ես իմ համար հոգ տանում։ Փառք Հիսուսին, եւ ես վախենում եմ քեզանից, Տեր։ Հալելույա։ Ես ուզում եմ Երեմիա 32-րդ գլխից կարդամ։ Երեսունութերորդ խոսքը։ Ասա Աստված հիմա այստեղ է։ Կարաս ասես Սուրբ Հոգին այստեղ է։ Հիմա քո կողքին է։ Գիտեք, ես ուզում եմ, որ դու այսօր հանդիպես նրա հետ։ Ես ուզում եմ, որ դու հավատաս, որ երբ որ դու գալիս ես եկեղեցի եւ մտնում ես եկեղեցական ամեն կարգ ու կանոնի մեջ եւ դառնում ես մարմնի անդամ, դու ապահով ես։ Փառք Հիսուսին։ Եվ դու պետք է գնահատես այդ ապահովությունը, որտեղ Աստված է ապահովություն տվողը։ Բայց ում միջոցով։ Հալելույա։ Ասա իմ միջոցով։ Նորից ասա իմ միջոցով։ Աստված բերում է իր ապահովությունը այնտեղ, որտեղ որ ես կգնամ ծառայելու իրան։ Փառք Հիսուսին։ Դու այսօր կարող ասես, ես ժամանակ չունեմ ծառայելու, ծառայի քո տանը։ Դու եղի ծառայող քո տան մեջ։ Երբ որ դու քո տան մեջ կսկսես ծառայել եւ քո տունը կփոխես, հալելույա, Աստված կսկսի օգտագործել նաեւ քեզ ուրիշ տեղերում։ Հալելույա։ Մինչև դու քո տան մեջ քո հարցերը չլուծես, դու արտաքինին չես կարող եկեղեցու մեջ ծառայես։ Եվ Աստծո վստահությունը չես ունենա, որովհետև Աստծո խոսքը ասում է, հալելույա, բարի վերակացու պետք է լինես քո տան մեջ։ Հարգված, ընդունված, հալելույա։ Երեք մի հետաքրքիր բան տեղի ունեցավ, ու իմ փոքր տղաս ասում է, մեր եղբայրներից մեկին ասում է, իմ պապան, ես, իմ համար ավտարիցետ է։ Փառք Հիսուսին, ասա Փառք Հիսուսին։ Ես ուզում եմ, որ դու դառնաս քո երեխայի համար ավտարիցետ։ Հայերեն ո՞նց է ավտարիցետ։ Հեղինակություն։ Կներեք, որովհետև շատ եմ ռուսերեն, հիմա ռուսների հետ եմ շատ քարոզում եմ ռուսերեն, հալելույա մեր նոր եկեղեցում, Չելյաբինսկում,
հալելույա, ու իրանց հետ շատ ժամանակ եմ հասկացնում, դրա համար մի քիչ կարամ խառնում եմ, բայց հավատում եմ, որ Աստված ամեն բան իր տեղում կբերի, հալելույա, ամեն, Փառք Հիսուսին։ Ասա ես պետք է լինեմ հեղինակություն իմ երեխաների համար։ Ոչ թե երեխեն դառնա իմ համար հեղինակություն եւ ես կախված լինեմ իր երեխուց, իմ երեխուց, այլ ես պետք է լինեմ հեղինակություն իմ երեխու համար։ Փառք Հիսուսին։ Ամեն, որտեղ այսօր երբ որ դու նայում ես, գիտես այնց է դառել, որ երեխեքը դառել են կուրկ։ Երեխեն մարդու համար դառնում է կուրկ, ու իրանք այնքան են պաշտում այդ երեխուն, մոռանալով նրան, ում որ պետք է տրվի ողջ փառքը։ 38 Եվ նրանք, ասա ես, ձեռներդ բացացրա, ասա ես այդ նրանքի մեջ եմ մտնում, ինձ համար կլինեն ժողովուրդ, ով է ուզում լինի Աստծո ժողովուրդ, մի քիչ կամացացրեք ես, Փառք Հիսուսին, բարձր է, չէ ձենը, ոչինչ, հեսա կարգավոր ենք, Փառք Տիրոջը, ասա Փառք Հիսուսին, դու ուրախ ես, ես ուրախ եմ, որտև ես Աստծուն եմ պատկանում, և իմ աչքին այլևս ոչ մի բան չի գալիս, իմ աչքերի առջև Տիրոջը ծառայելն է, իմ աչքերի առջև միայն Տերն է, իմ աչքերի առջև միայն նրա խոսքն է, և ես իմ ուշադրությունը դարձնում եմ դրա վրա, և ես կլինեմ նրանց համար Աստված, Փառք Հիսուսին, տեսեք ինչ խոստմունք է տալի Աստված, ամեն, ես կլինեմ նրանց համար Աստված, ու գիտես, հիմա ես զգում եմ Տիրոջ հոգու, Սուրբ Հոգու ներկայությունը ուժեղ, ես այսօր աղոթելու եմ ձեր համար, ես զգում եմ, որ պետք է աղոթեմ ձեր համար, ես զգում եմ, որ դու զորության պակաս ունես, ով է ուզում այսօր զորություն վերցնի Աստծուց, երբ որ Տիրոջ զորությունը գալիս է, հալելույա, վախը գնում է, երբ որ դու Աստծո զորությամբ լցվում ես, նորից եմ ասում, բոլոր վախերը փարատվում են, և գալիս է խաղաղությունը, հալելույա, և ես կտամ նրանց մեկ սիրտ և մեկ ճանապարհ, ասա մի սիրտ և մեկ ճանապարհ, ով է պատրաստ այդ ճանապարհով գնալ, ունենալ այդ մեկ սիրտը, նայեք սիրելիներս, շատ լուրջ օր այսօր, ես ասում եմ շատ լուրջ օր, որտեղ ես զգում եմ, որ հոգին ինչ-որ բան ուզում է անի մեր եկեղեցու մեջ։ Գիտեք, ամեն ինչ Աստծուց է, Աստծով է և դեպի նրան է գնում։ Ու Տերը խոսք է տալիս, թե ասում է, և ես իրանց մեկ սիրտ կտամ ու մի ճանապարհ։ Ու մենք պետք է այդ մեկ սիրտ ունենանք, հալելույա, ոնց որ Գորգ առաքելոցի մեջ էր, եկեղեցին ուներ մեկ սիրտ, մեկ հավատ, մեկ Տեր և միասին էին, և ամեն ինչ Աստծով էր, և ամեն ինչ Աստծո համար էր, հալելույա։ Եվ գիտես ինչ էր լինում, լիքը հրաշքներ։ Գիտես այսօր պակասել են հրաշքները, այսօր պակասել են նշանները, այսօր պակասել է այն, ինչ որ Տերը ուզում է անի, հալելույա։ Գիտեք խի, որտեղ մենք չունենք մեկ սիրտ, և ամեն մեկս մեր ճանապարհով ենք գնում։ Դու կարող ասես, չէ, ով ջան, ես այդ ճանապարհի մեջ եմ, ես կասեմ, արեք սուտ չխոսանք Տիրոջը։ Ուր ես գնում և որն է քո ճանապարհը։ Գիտեք, այսօր շատերը ընտրել են իրենց ճանապարհը ու գնում են այդ ճանապարհով, հալելույա։ Ասում է, ինձ տենց է հարմար, եթե քեզ տենց է հարմար, դու ուրեմն այն ճանապարհի մեջ չես, որը Տերն է ընտրել քո համար։ Ստես դու։ Այսօր կարող է մի քիչ խիստ լինի խոսքը, հալելույա, բայց ես հավատում եմ, որ այսօր դու Աստծո վախը քո սրտիդ մեջ կգնաս այստեղից ու չես վախենա այս աշխարհի բոլոր փորձություններից, հալելույա։ Ամեն։ Դու ուզում ես ունենաս մեկ սիրտ ու մեկ ճանապարհ։ Ո՞վ է մեր ճանապարհը, դա Քրիստոսն է, հալելույա։ Եվ ուրիշ ճանապարհ մենք չպետք է ունենանք, հալելույա։
Դե ինձ տենց է հարմար։ Եթե քեզ տենց է հարմար, ունես դու ուրիշ ճանապարհի մեջ ես։ Բայց եթե ամեն դու քեզ հարմարեցնում ես Քրիստոսի մեջ քայլելու այդ ճանապարհով, ուրեմն դու 100%-ով ամեն նրան ես պատկանում։ Եվ թող ոչ ոք Տեր ասում ձեզ չխաբի։ Աստված չի ծաղրվում։ Հարկ Հիսուսին։ Գիտեք, այնքան մի հատ հետաքրքիր բան էր քննարկվում էր, ու ես նայում եմ այդ քննարկումների ժամանակ շատ էի աղոթում, ասում եմ Տեր իմ Աստված, ուզում եմ ճշմարտությունը իմանամ, հալելույա։ Ուզում եմ քո ճշմարտությունը իմանամ։ Ու Տերը ասեց, եթե դու ուզում ես ճշմարտությունը իմանաս վերջի ժամանակների, կարդա իմ խոսքը, որտեղ ասում է վերջի ժամանակներում, ասա վերջի ժամանակներում մարդիկ կլինեն հպարտ, ինքնահավան, ինքնասեր, ավելի շատ արծաթասեր, քան թե աստվածասեր, հալելույա, անբարտավան, ծնողներին անհնազանդ, ու գիտես, հետաքրքիր է, ես սկսեցի քննել, հալելույա, եւ այն երեխան, ով որ իր ծնողին, ով քրիստոնյա չի հնազանդվում, հալելույա, ինքը այդ նույն իրավիճակի մեջ է։ Եվ այսօր մենք պետք է սովորեցնենք մեր սերունդին, գալիք սերունդին, ինչը հարգանք դեպի ծնողները։ Խոնարհություն դեպի ծնողները, բայց ծնողներն էլ պետք է իրանց նենց ճիշտ դրսևորեն, որ իրանք դարան հեղինակություն իրանց երեխեքի համար։ Հարկ Հիսուսին, ուրախ ես դու, ես ուրախ եմ։ Մեկ սիրտ և մեկ ճանապարհ, հալելույա, որ ինձանից վախենան ամեն ժամանակ, ասա ամեն ժամանակ, վախենան Տիրոջից։ Երբ որ մենք ունենում ենք Տիրոջից մեկ սիրտ և մեկ ճանապարհ ենք ընտրում, ինչ է լինում, աստվածավախ մարդիկ ենք դառնում։ Երբ որ մենք դառնում ենք աստվածավախ, երբեք մենք չենք սխալվի, երբեք մեղք չենք գործի, երբեք չենք շեղվի, երբեք չենք հպարտանա, երբեք մերը չենք փնտրի։ Ստես դու, Հարկ Հիսուսին, հալելույա, փառք մեր Աստծուն, որ ինձանից վախենան ամեն ժամանակ, որ լավ լինի իրենց համար, ով ուզում որ իր համար լավ լինի, չէ լուրջ ուզում ես, ով ուզում, նորից եմ հարցնում, ով ուզում որ իր համար լավ լինի, գիտեք սա բալաններ են, որ Աստված տվել է մեզ, եթե դու ուզում ես որ քո համար լավ լինի, որ դու լավ ապրես, որ դու բարեկեցիկ լինես, որ դու գիտես չարից ազատ լինես, բոլոր մեղքերից ազատ լինես, անեծքից ազատ լինես, դիվական աշխարհից չվախենաս, ինչա պետք, Աստծո հետ ճիշտ լինելը, ասա ճիշտ լինելը, Տիրոջ հոգին այստեղ է, այսօր ինչ-որ բան կատարվելու է, գիտես ես Աստծոց խոսք ունեմ, եթե դու իմ խոսքը ստանում ես, ապա պետք է ինչ-որ բան կատարվի, եթե դու իմ խոսքը կրողն ես և իմ հոգու տաճարն ես, ուրեմն ինչ-որ բան պետք է կատարվի իմ ժողովրդի կյանքում։ Եթե քո համար սովորական է եկեղեցի գալու գնալը, ուրեմն ավելի լավ է չգաս։ Բայց եթե դու սպասում ես գալի, ես քեզ 100%-ով ասում եմ, քո սպասումները լրացած հետ ես գնալու, եթե սպասում ես Տիրոջից, այլ ոչ թե մարդուց։ Հարկ Հիսուսին։ Եվ հենց Աստված տենց է ուզում, նա սպասում է, հալելույա, որ դու բացես քո սիրտը, հրավիրես իրան ու ասես ես հանձնվում եմ քեզ Տեր, ուզում եմ քո կամքը կատարեմ։ Փառք Տիրոջը։ Գիտես ես հասկացա, որ այնքան քիչ բան եմ արել Աստծո համար։ Այնքան քիչ բան եմ արել, որ իմ արածս ես չեմ գնահատում, ուր մնաց Աստված գնահատի։ Ստես դու։ Միջև դու քո անձը չքննես, ստես դու, մի հատ քո անձը քննես, արդյոք ես Տեր անում եմ այն, ինչ որ հաճելի է քեզ, ես ճիշտ եմ վարվում քո հետ, գիտեք այսօր ինչքան մարդ կա, որոնք ճիշտ չեն վարվում Աստծո հետ, հիմա դու կասես, ես ճիշտ եմ վարվում, հալելույա, ես քեզ կասեմ ոչ, ճիշտ վարվելու ժամանակ բոլորը պետք է տեսնեն քեզ
ճիշտ վարվելուց։ Եթե դու քո քրոջդ ու եղբորդ հետ ճիշտ ես վարվում, նշանակում է 100%-ով դու Աստծո հետ ճիշտ ես վարվում։ Ստես դու։ Եթե դու քո քրոջդ ու եղբորդ ճիշտ բաներ չես խոսում, դու 100%-ով Աստծո հետ ճիշտ չես կարող լինես։ Որտեվ խոսքն ասում է, եթե դու քո եղբորը տեսնում ես ու չես սիրում, ինձ որ չես տեսնում, ո՞րդ ես կսիրես, այ կեղծավոր։ Ես պետք է սիրեմ, եւ այդ սերը պետք է հոսի։ Ես պետք է իմ անձը դնեմ, որ մարդը տեսնի, որ իմ անձը դրված է, ինչի համար, Աստծո գործը կատարելու համար։ Ոչ թե ես անձը դրել եմ, որ փնտրեմ, ոչ թե ես իմ անձը տեսնեն, շատերը տեսնեն, որ ես իմ անձը դրել եմ աշխարհի մեջ ինչ-որ բաներ ձեռք բերելու, այլ ես իմ անձը ամբողջությամբ դրել եմ Տիրոջ անվան պարտքին համար։ Հալելույա, որ ինչ-որ մեկը փրկվի, ինչ-որ մեկը ազատագրվի, ինչ-որ մեկը բժշկվի, հալելույա, որովհետև խոսքն ասում է, ով որ հավատա, ասա, ով որ հավատա, այս նշանները կհետևեն իրան, ով որ չհավատա, դատապարտությունը կգա։ Հիմա արեք քննենք Աստծո խոսքը, արդյոք մենք հավատացյալ լինելով այդ նշանները լինում են։ Դու կարող ասես, ես հավատում եմ, բա ուր են նշանները, ուր են Աստծո խոսքի նշանները հավատացյալ մարդ։ Ասա այսօր, Տերը ինձ զորություն ա տալու, բայց դու պետք է հավատքով վերցնես, Փառք Հիսուսին, դու պետք է հավատքով վերցնես, որ կարողանաս դիմակայել։ Եթե դու հավատ չունես, նշաններ չկան, բայց եթե հավատք ունես, 100%-ով կա։ Ամեն, ասա Քրիստոսին հավատացողին նշանները հետևում են։ Հալելույա։ Ի՞նչն է հետևում քեզ այսօր։ Գիտես ինչքան մարդկանց այսօր հետևում մամոնայի ոգին։ Ստես դու, կանտրոլի տակ է պահում մարդու։ Ինչքան մարդ է, որ հիվանդության ոգու կանտրոլի տակ է, որտև այդ հիվանդությունն է իրան հետևում։ Պարտքերն են հետևում։ Վախերն են հետևում։ Ով է քո հետևում։ Ամեն։ Տերն է։ Ասա Տերն է իմ հովիվը եւ ես ոչ մի բանի կարոտություն չեմ ունենա։ Փառք Հիսուսին։ Ոչ մի բանի, հալելույա, փառք Հիսուսին, որ լավ լինի իրենց համար եւ իրենցից հետո իրենց որդկանց համար։ Նոմար դու զորով չի։ Ինչ ուզում ես երեխուդ համար արա, եթե դու այսօր Տիրոջ հետ չես, քո երեխու համար լավ չի լինելու։ Ստես դու, եթե դու այսօր օրինակ չես քո երեխու համար, ծառայության մեջ հոգով լցված գնալու, հալելույա, այդ մեկ սիրտը մեկ ճանապարհի մեջ լինելով, չի լինելու լավ։ Երբ է լինելու լավ քո երեխու համար, երբ որ դու այսօր որոշում ունես Տիրոջ հետևից գնալու։ Փառք Հիսուսին, որ ես դառնամ հեղինակություն իմ երեխու համար, որ իմ երեխեն էլ նայի ինձ ու ասի, գիտես, փառք Աստծուն քո համար, դու ծառայող ես, դու Աստծո օծյանն ես, դու Աստծո խոնարհ ծառան ես ու դու իմ համար հեղինակություն ես։ Գիտես, ես տեսել եմ երեխեք, որոնք իրենց ծնողներին ասում են, ինչ է կարևոր մեր համար։ Թողեք մենք մեր համար անենք։ Հիմա մեզ հաջողվում է անել, թողեք անենք։ Եվ դա սատանայի սուտն է։ Ստեք դուք, եթե երեխեն չգնահատի այն, մենակ նա, որ գիտես, այն փոքր հասակից երեխուն պահելա, մեծացրելա ու այդ երեխեն ապահով հասել այն իրավիճակին, որի մեջ ինքը կարա աշխատի ու ինչ-որ բան ձեռք բերի, միայն դա հերիք է, որ հարգանք ունենա իր ծնողների նկատմամբ։ Ու ծնողը չպետք է խոնարհվի իր երեխու առաջ, այլ երեխեն պետք է խոնարհվի ծնողի առաջ։ Փառք Հիսուսին։ Գիտես, ես վերջում մի հետաքրքիր բան էր, ուզում եմ կիսվեմ, հալելույա։ Մի հատ զույգ էր խոսում, ասում է,
իրանք մենակ են ու մի հատ մայր ունեն, մենակ մայր, ու գիտես հետաքրիր էր, խոսում էինք ու այդ զույգը ստես չի, ես ձեզ ասեմ, ուրիշ եկեղեցուց են իրանք, ու իրանք ասում են, մենք որոշել ենք առանձնանանք, մենք որոշել ենք առանձնանանք, ու հարց եմ տալի, ոնց առանձնանալ, դուք հնարավորություն ունեք առանձնանալու, ես չհասկացա իրանց ասածը սկզբից, բայց հետո որ հասկացա իրանք ուզում են առանձին ապրեն ու այդ մորը թողեն մենակ, ես զարմացա, ու ասեցի ու դու որպես որդի ուզում ես քո մորդ մենակ թողես ու առանձնանաս, որ քո կնոջ հետ վայելես, չես վայելելու։ Գիտես խի, որտև ընդ է կոտրված սիրտ ես թողելու։ Ստեք դուք, ընդ է կոտրված ու լացող սիրտ ես թողելու։ Ճշմարիտ քրիստոնյան ուրախացնող պետքա լինի։ Ասա ճշմարիտ քրիստոնյան պետքա ուրախացնող լինի։ Այլ ոչ թե նեղացնող սիրտ կոտրող։ Ու գիտես նենց հանդիմանական խոսք եկավ, ու նենց Տերը հանդիմանեց իրանց, որ իրանք սկսեցին լացել ու ապաշխարել։ Ու իրանց բացատրեցի ճշմարտությունը, ասա ճշմարտությունը, սատանայի բոլոր հարձակումներին դեմ է կանգնում։ Որոշել ենք։ Գիտեք, որոշումները կայացրեք Աստծով եւ Աստծո խոսքի հիմքի վրա։ Ոչ թե նենց ոնց որ դուք եք ուզում ու դուք ոնց եք ուզում անեք, հալելույա։ Դե գրած է նաեւ։ Երբեք որփի վայրին ունի, հալելույա, ամեն, ժառանգներ թող ժառանգները պահեն իրենց մորը։ Ուրախ ես։ Ես իսկի չէի պատկերացնում որ Տերը հիմա խոսա դրա մասին։ Հալելույա, բայց սա կարևոր է։ Ասա կարևոր է, որովհետև ես պետք է ճշտվեմ։ Ու ես տեսել եմ զավակներ, որոնք անհանգստացած են իրանց ծնողների համար։ Հալելույա, ամեն ինչ անում են։ Ամեն ինչ անում են, որ իրանց ծնողները ուրախ լինեն։ Փառք Հիսուսին։ Եվ իրենցից հետո իրենց որդկանց համար։ Եվ ես հավիտենական ուխտ եմ դնում նրանց հետ, որ հետ չդառնամ նրանցից, նրանց բարություն անելուց, եւ իմ երկյուղը կդնեմ նրանց սրտերում, որ ինձանից չհեռանան։ Հալելույա։ Գիտեք, մի հետաքրքիր բան Աստված էս եկեղեցու մեջ անում։ Ու այսօր նա դնելու է քո սրտիդ մեջ իր երկյուղը, որ հանգարց իրանից չհեռանաս։ Ով է ուզում։ Եթե դու իսկականից քո sense մաքուր սրտով եկել ես Տիրոջ հետ հանդիպես, դու հանդիպելու ես այսօր։ Ստես դու։ Ու ասում եմ ես կդնեմ իմ երկյուղը նրանց սրտերի մեջ, որ իրանք երբեք ինձանից չհեռանան։ Սա է ամենակարևորը։ Տեր, դիր քո երկյուղը, որ երբեք քեզանից չհեռանան։ Որտեւ շատերը գիտեք խեք հեռանում, որտեւ չեն Աստծո երկյուղը իրանց սրտերից մեջ չունեն։ Հետո նայում ես ասում ես, դե ես ոնց հեռացավ, ես ոնց թողեց էսի, ես ոնց հեռացավ, ես ինչ կատարվեց ու զարմանում ես, ու Աստված ասես մի զարմացի, հալելույա, որովհետև իմ երկյուղը չունեն։ Փառք Տիրոջը։ Ես հավատում եմ, որ այսօր հրաշքի օր է։ Ես հավատում եմ, որ այսօր քո կյանքի մեջ կգա Տիրոջ զորությունը, որ դու բարձրանաս, հալելույա, որ դու կանգնես ու փառավորես Տիրոջը, երբ որ դու ազատ, ուրախ կգնաս քո ճանապարհներում եւ կիմանաս, որ Տերը քո պաշտպանն է, եւ ոչ մի բանից չես վախենա։ Հալելույա։ Եվ ես հավիտենական ուխտ եմ դնում նրանց հետ, որ հետ չդառնամ նրանցից, տեսեք ինչ ասում, նրանց բարություն անելուց։ Դու ուզում ես, որ ամեն օր, ասա ամեն օր, Տերը բարություն անի քեզ։ Երբ անելու, երբ որ թույլ կտաս
որ Աստված քո սրտիդ մեջ իր երկյուղը դնի ու դու վախենաս Աստծուց։ Հալելույա։ Գիտես այն օրը էլի խոսում էինք պրոգրեսի մասին, դեսօր պրոգրեսա, սաղ ցանկանում են, հա, ունենան, ու գիտես մի հարց էր, լավ, ունեցան, ումն է պետք ունեցվածքը, Աստծո խոսքն է ասում, ումն է պետք, Սողոմոնը իր ամբողջ հարստության մեջ, որ իրապես թագավոր չկար հարուստ, վերջում ասեց ունայնություն, ամեն բան ունայնա։ Ասեց թե չասեց։ Ասում արեգակի տակ չկար մի բան, որից ես օգտված չնեի։ Բայց վերջում ասում ամեն բան ունայնա։ Եվ ումն է պետք, եթե դու երիտասարդ ես, ձեռք ես բերում, լիքը, վերջում գալու է ամեն բան դառնալու է ունայն ու դու կորցնելու ես ասում։ Բա ուր մնաց Աստված։ Գիտես ես կողմ եմ, որ ունենան, ու Աստված է կողմ, որ մարդը ունենա։ Ասա Աստծո մարդը պետք է լիքը ունենա, շատ պետք է ունենա, որ կարանա տա։ Ասма շատ կտամ, որ շատ էլ տա։ Դավիթն ասեց Տեր իմ Աստված, ես ով եմ, որ ինչ-որ բան տամ, բայց գիտեք չէ, քանի ինչքան հարստություն թողեց Տիրոջ տանը կառուցելու համար։ Ստես դու, ես ով եմ, որ քեզ ինչ-որ տամ, այն ինչ-որ դու տվեցիր ինձ, տվեցի քեզ, հալելույա, դատարկ գնաց։ Բայց իր տվածը, ասա իր տվածը, տաճարը կառուցեց։ Փառք Հիսուսին։ Անես որ դուր, որ տրվի քեզ։ Փառք Հիսուսին, ամեն, որտև Աստված է տալիս։ Աստված շատ է տալիս։ Բայց տալով են նաև պատկերացնում եք, եթե Աբրահամը, հալելույա, ինչքան հարստություն ուներ, Աստված չեկավ ասեց ոչխարը դու ինձ, մի 100 ոչխար զոհարա, լավ ուշադիր եղեք, սիրելիներս։ Աբրահամին չասեց մի 20 հատ նոխազ բեր, չասեց ես ինչ բեր, ասեց քո միածին Իսահակին եմ ուզում, որ բերես զոհես։ Ստես դու, մարդիկ մտածում են, որ այսօր մի փոքր տվեցին, դրանով վերջացավ, մեկ փոքր արեցին, մի վերջացավ, այս մեկին մի քիչ բան արեցին, նենց արեցին, եկեղեցու մի քիչ զոհաբերեցին, 10 նոր տվեցին ու դրանով վերջացավ, դրանով չի։ Ամեն բան Աբրահամը հիշում եք, որ Մելքիսեդեկին տարավ տվեց 10-որդը, հալելույա, ասեց, ինձ ոչ մի բան պետք չի, հալելույա, ոչ մի բան, ես տանցեմ, բայց եկավ ժամանակ, որ Աստված իրանից ինչ ուզեց, ամենաթանկը։ Ինքը մի բերան չասեց, չէ Տեր, գիտես, այսքան տարի սպասել եմ, հալելույա, այսքան տարի, Տեր, հավատքով սպասել եմ, դու տվեցիր։ Հիմա ո՞նց տանեմ տամ։ Ու Աստված տալիս է, որպեսզի սրտերը ստուգի։ Ասա Աստված տալիս է, հետո ստուգում է սիրտը։ Արդյոք դու քո վրա ուշադրությունը կդարձնես այդ Աստծո տվածով, թե ինչ որ ինքը տվել է իր համար կդնես։ Փառք Հիսուսին։ Ում համար ես դնում այսօր։ Ես էլ եմ ասում, չասես ոչխարներ բեր, չասես ինձ համար զոհեր արա, չասես ինձ եսի է պետք, քո էշերն են պետք, քո հնարավորությունը չէ, ասեց քո միածին որդի Իսահակին կվեկալես ու կբերես զոհ կանես։ Ինքն ասեց եւ Աբրահամը հավատաց Աստծուն եւ այդ հավատքը արդարություն համարվեց Աբրահամին։ Աղտատեր Աբրահամը։ Փառք Հիսուսին, որտեղ ինքը չէր տարվել։ Իր համար այդ ունեցվածքը ոչ մի արժեք չուներ։ Իր աչքին ոչ մի բան չէր գալի։ Իր համար ինքը ինչ էր ասում, իմ ընդոցինն է գալու, այս ամեն ինչին տիրանա Տեր, ինձ մի հատ երեխա չտվեցիր, Աստված ասեց ունենաս ու քո ժառանգն է, ժառանգելու այդ ամեն ինչը։ Հալելույա։ Ասա Աստված խոստմունք ունի։ Ու տվեց։ Ու որոշ ժամանակ հետո ասեց ես ուզում եմ այդ որ տվել եմ, այդ որ դրել ես
կուրքի տեղ, այսօր կան, չէ՞, այսպես երեխեքին դնում են կուրքի տեղ։ Սիրելիներս, արեք ճշմարտությունը, հա, ընդունենք, որպեսզի Աստված էլ իր ճշմարտությամբ մեզ առաջնորդի։ Ուզում եք, որ ճշմարտությամբ խոսենք։ Ասա Տեր, չեմ ուզում, մի հատ երկ արի երկենք իրար հետ։ Եթե պետք է տաս ինչ-որ բան ու ես հեռանամ քեզանից, հա, այդ երկներ, արեք մի հատ լսենք այդ խոսքերը, հալելույա, ավելի լավ է ոչ իման մի դու ինձ։ Ասա ինչ որ պետք է ինձ հեռացնի քեզանից, ինձ այսօր աչքից չի գալի։ Հավատում եք, որ դա է ճշմարտությունը ասող։ Ո՞վ է հավատում, որ դա է ճշմարտությունը։ Եթե դու պետք է տաս ինձ ու դա ինձ քեզանից հեռացնի, ավելի լավ է մի դու։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Ես եւ իմ տունը, ասա ես եւ իմ տունը այսօր վերցնելու ենք Տեր քո օրհնությունը, որ դու լինես միակը իմ համար։ Ու քո ճանապարհների մեջ քայլեմ։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Եվ ես պիտի ուրախանամ նրանց բարություն անելով։ Պատկերացնում եք Աստված ինչ ասում։ Ես պիտի ուրախանամ իրանց համար բարություն անելով։ Գիտեք ով ասում։ Աստված ասում։ Եվ պատկերացրեք Աստված եկին ասում է. ես ուզում եմ ուրախանամ իմ բարություն անելով քեզ։ Բայց երբ որ ինքը բարություն անում, ավելացնում է, հալելույա, բայց դու դառնում ես քծիպ։ Ավելի լավ չտա։ Ավելի լավ չունենամ։ Հալելույա։ Ով է ուզում որ Տերը ուրախանա, իր բարությունը որ անում է։ Դաս թե մարդը որ ուզում է, այսօր որ Աստված ուրախանա, ու իր բարությունը անի իր համար։ Եվ արդյոք չեմ բանա երկնքի պատուհանները ու ձեր համար օրհնություն թափեմ, որ տեղ չլինի։ Հալելույա։ Գիտես այնքան հետաքրքիր էր։ Ես նայում էի ու զարմանում էի։ Տերը խոսում էր իմ հետ։ Ես վերջում շուշուտ է խոսում։ Գիտես եղել է որ շաբաթով աղոթել եմ նոր Տերը խոսացել է։ Բայց ես վերջում շուշուտ է խոսում։ Այնց հետաքրքիր խոսում ու ես զարմանում եմ, հալելույա, ասում Տեր, հաստատ ինչ-որ մի բան դու ուզում ես անես։ Ու այսօր խոսում էինք, ու ես զգացի, որ Տերը մի ինչ-որ թարմ յուղ է բերում, թարմոցություն է բերում, հալելույա, որ այլ այլևս մարդկանց մի նայ ինձ։ Նայ ինձ եւ դու օրհնված կլինես։ Նայ ինձ, տես մարդկանց մեջ ինձ։ Մի նայ մարդուն որպես մարդ, ինձ տես։ Հալելույա, ամեն, փառք Հիսուսին։ Տես ու կանգնիր, տես ու աղոթիր, տես ու փառավորիր ինձ։ Հալելույա, ամեն։ Հիմա նայեք, ես նայում եմ Սարգիս եղբորը ու տեսնում եմ Հիսուսին իր մեջ։ Ամեն։ Երբ որ ես ուզում եմ տեսնեմ, ես տեսնում եմ։ Բայց եթե ես չեմ ուզում տեսնեմ, չեմ տեսնում։ Այդպես է թե այդպես չի։ Հիմա անի մեջ ուզում եմ տեսնեմ Քրիստոսին, հալելույա։ Ասում է, չէ՞ ես ձեր մեջ, դուք իմ մեջ։ Ո՞վ է հավատում խոսքին ասո։ Ասում է ես ձեր մեջ, դուք իմ մեջ, հալելույա։ Ամեն։ Բայց արդյոք ես ուզում եմ տեսնեմ Քրիստոսին իր մեջ։ Գիտես, երբ եմ ես տեսնում, երբ որ ես չեմ նայում իր սխալներին, ես չեմ նայում իրան ինքը ոնց որ կա, այլ ես ուզում եմ տեսնեմ Քրիստոսին, որովհետև եթե ես Քրիստոսին տեսնում եմ իր մեջ, ինքը փոխվելու է։ Ու ինքն էլ Քրիստոսին իր մեջ է տեսնելու։ Փառք Հիսուսին։ Կարանք երկենք։